Այսօր ԵՄ գրում է. Վարդենիս համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչները այցելում են Ծափաթաղում հոր կողմից սպանված 3-ամյա Տիգրանի մայրիկին։ Այդ մասին հայտնել է Վարդենիս համայնքի սոցիալական աջակցության բաժնի առաջատար մասնագետ Մարինե Մնացականյանը։ Նրա խոսքով Տիգրանի մորը տրամադրում են հոգեբանական աջակցություն։ Այսօր երրորդ այցն են կատարել նրա տուն ու արձանագրել դրական փոփոխություն։ Այն, որ փակված չէր, արդեն խոսում էր, դրական առաջընթաց ենք համարում։ Հոգեբանը շարունակելու է նրա հետ աշխատանքը, ասել է Մնացականյանն ու հավելել, այս փուլում մասնագետները սակայն նպատակահարմար չեն գտնում հով տեղափոխված Տիգրանի քրոջն ու եղբայրներին վերադարձնել մայրիկին։ Հովի երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը նոր մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում սպանված 3 տարեկան Տիգրան Հովհաննեսովի քույրիկի և եղբայրների մասին։ Նա նշել է, որ անխնամ վիճակում են երեխաները տեղափոխվել Հայ Օգնության ֆոնդի կենտրոն։ Օրերս հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը հրատապ նիստ է հրավիրել և որոշվել է Հովհաննեսովների ընտանիքի երեխաներին անհապաղ տեղափոխել Հով։ Երեխաների անխնամ վիճակը ակնհայտ էր, դրա համար էլ նրանց բերել են մեզ մոտ։ Բռնության հետքեր մենք չենք գրանցել։ Հիմա նոր պայմաններում նրանք փորձում են ադապտանալ։ Նրանցից ամենամեծը 12 տարեկան է, իսկ ամենափոքրը՝ 5, ասել էր Անտոնյանը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե փոքրիկները որքան ժամանակ դեռ կմնան Հովում, Անտոնյանը պատասխանեց՝ հստակ ժամկետ չի կարող նշել, կախված է հետագա զարգացումներից։ Նա ընդգծեց. երեխաները շատ լուրջ սթրեսի են ենթարկվել, եղբոր մահը, այդքան մարդկանց գալ-գնալը, հարցաքննությունը, տեղափոխումը։ Նույնիսկ եթե ընտանիքում մինչ այս դեպքը որևէ բան տեղի ունեցած չլինի, վերջին օրերի կատարվածը մեծ սթրես և վնասող գործոններ են երեխաների համար։ Շատ դժվար է կանխատեսել, թե որքան կտևի նրանց վերականգնումը։ Դա կախված է նրանից, թե տրավմայի ազդեցությունը որքան խորն է եղել կամ արդյոք երեխաները ենթարկվել են ինչ-որ տրավմայի, թե ոչ։ Եթե երեխաներից մեկը հանցագործության ականատես է եղել, ապա ավելի երկար ընթացք կպահանջվի նրա վերականգնման համար, ընդգծել էր նա։ Նա նշեց նաև, որ Հովում ցանկացած երեխայի տեղավորվելուց հետո կարևորում են ապահով միջավայրի ստեղծումը և անվտանգության զգացումը փոխանցելը։ Սկզբում փոքրիկներին շրջապատում են հանգիստ ու ջերմ մթնոլորտով, լրացուցիչ հարցեր չեն տալիս, նրանք առօրյա զբաղմունքներ են ունենում։ Երբ երեխաները պատրաստ են լինում ինչ-որ բանի մասին խոսել, այդ ժամանակ արդեն նեղ մասնագիտական աշխատանքներ են սկսվում։ Հով ղեկավար Միրա Անտոնյանը նշել է, որ դեռ պետք է գնահատվի երեխաների շահերից ելնելով արդյոք ճիշտ կլինի նրանց վերամիավորումը մայրիկի հետ։ Նրա խոսքով, եթե պարզվի, որ մայրը տեղյակ է եղել ամուսնու վարքից և լռել է, դա կարող է դառնալ հիմք, որպեսզի երեխաները չվերադառնան մոր մոտ։ Եթե գործ ունենք մոր հետ, որը չի կարողացել պաշտպանել իր երեխաներին ոչ միայն ամուսնուց, այլ նաև վտանգներից, ապա ճիշտ չէ, որ երեխաները վերադառնան։ Իսկ եթե պարզվի, որ մայրը նույնպես բռնության զոհ է եղել, այդ հանգամանքը չի կարող պատճառ լինել, որ երեխաները զրկվեն ընտանիքից, նշել է Անտոնյանը։ Տիկին Անտոնյանը նաև ընդգծել է, որ Տիգրանի մահը պետք է դառնա ազդանշան հասարակության համար կանխելու նման դեպքերը։ Նրա խոսքով Հայաստանում կան հնարավորություններ, որոնք կարող են նպաստել, որ երեխաները մեծանան ապահով միջավայրում։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է իր մասնակցությունը բերել։ Եթե կան ընտանիքներ, որոնք պատրաստ են որևէ երեխայի խնամքը ստանձնել, պետությունը նրանց ամսական վճարում է 135,000 դրամ։ Այժմ ունենք 140 ընտանիք, որոնք խնամում են 192 երեխայի։ Մեզ անհրաժեշտ են ավելի շատ ընտանիքներ, ասել է Հով ղեկավարը։ Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից Դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ.Օ.-ի մարմինը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, պարեկներն ու ոստիկանները երեխայի տին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա Դաշտամիջյան հատվածում։ Star News-ը ցավակցում է Տիգրանի հարազատներին և ընտանիքի անդամներին։
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառում է արել Գեղարքունիքի դեպքի վերաբերյալ։ Կարծում եմ, բազմակողմանի քննությունը խիստ անհրաժեշտ է ու միանշանակ ու հուզական որոշում կայացնելը սխալ է։ Նոր կարդացի, որ մարզպետը նիստ է անում խնամակալության և ծնողական իրավունքից զրկելու մասով։ Շատ լավ, հասանք էնտեղ, որ երեխա է սպանվում ու մեկ էլ հոպ, բոլոր մարզերում կան նման անբարենպաստ ընտանիքներ ու սա, վստահ եմ, վերջին դեպքը չի ու ստեղ վազեվազ որոշումներ կայացնելով չի լինի։ Օրեր առաջ երեխայի հորաքույրը պատմում էր, որ 5-ամյա խոսք չունեցող եղբայրը, որը ականատեսն է զարհուրելի դեպքի, հարցին ի պատասխան ցույց է տալիս կոկորդը։ Հենց նույն օրը մարզպետը ինտերվյու է տալիս ու հայտնում, որ կառավարության նիստից է գալիս ու նիստից հետո իրենք էդ վարկածը քննարկել են ու չեն կարծում, որ նման բան եղած լինի։ Քննարկել եք ու հետո։ Դեպքի առաջին օրվանից ընտանիքի հետ պարտավոր էին աշխատել հոգեբաններ, արդյոք աշխատել են թե ոչ, իսկ ինչու։ Այսօր այդ նիստ կոչվածին պարտավոր էր լինել օրեր շարունակ ընտանիքի հետ աշխատած բազմամասնագիտական խմբի եզրակացությունը։ Կա թե ոչ։ Չեմ բացառում, որ հայրը նման վայրագություն արած լինի, բայց այ մարդ, ձեր գյուղում որ կար նման անբարենպաստ ընտանիք, ինչու ոչինչ չէր արվում, որն էլ արժանացավ մի անմեղի կյանք։ Հիմա ինչ եք անում, հիմա էլի չուսումնասիրված ենթադրություններով զրկում եք, բա հետո։ Ինչ է լինելու երեխայից զրկված մոր հետ, աշխատանք տարվելու է նրա հետ, թե շոուն կավարտվի ու ամեն մեկը իր դարդերով, նշված էր գրության մեջ։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը նոր մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քրոջն ու եղբայրներին տեղափոխել հով։ Որոշեցինք երեխաներին հենց այսօր տեղափոխել հով։ Մոր հետ զրուցեցինք, երեխաների հետ զրուցել ենք։ Մայրը մի քիչ հուզվեց, լացեց։ Ասացինք ոչ, արի այսօր տեղափոխենք, ասել էր Գալոյանը։ Նա հայտնել է նաև տեղի ունեցածից հետո սպանված փոքրիկի մայրը որոշել է լքել համայնքը։ Մայրը որոշել է այդ համայնքից դուրս գալ, գնալ իր հորական տուն։ Ասացինք, որ քո խիղճն էլ հանգիստ կլինի, քո ուղեկցությամբ կտանենք երեխաներին, քո ձեռքով կտեղավորես նրանց, հետ կգաս քո տուն։ Գալոյանը հայտնեց, հիմա ճանապարհին են, երեխաներին արդեն տանում են։ Պարոն Գալոյանը զրույցի ընթացքում խոսել է նաև երեխաների մասին, նշելով հետևյալը. Դե մի երեխան հաշմանդամ էր, բացարձակ չէր զգում։ Էն չխոսող երեխան, որ Տիգրանի հետ էր, սառած նայում էր, չէր խոսում։ Մեծ աղջիկն էր խոսում։ Ասացինք եղբայրներիդ էլ ուշադիր կլինես։ Պետք էր, որ երեխաներն այդ միջավայրից դուրս գային։ Երեխաների հետ աշխատանք կտարվի հովում, այդ չխոսող երեխայի հետ այնքան էլ շատ աշխատանք չեն տարել։ Կարող է հիմա մի քիչ աշխատանք տանեն, արդեն բառեր ասի։